Կյանքը լավը կլի, եթե չիմ նորմալ ունի։ Մեր ժողովրդին մի ասում են բղանից գյուղում 50 տուն է, թե 100 տուն են կառուցում։ Մարդ կա իր հորտանն էլ չի մնում, ինքը Երևան ապրում։ Ծրագիրը տվել են նրան, ով այնքան ասենք տղա ունի, երեխա ունի, ուզում է Մոսկվա ապրի, գալիս է իր համար տուն է շինում։ Իսկ գեղամը կարող է մարդ կա հիմի տանը 3 տղա ունի, ամուսնացած չեն, հեկուտ նրան տուն է պետք է։ Նրան տուն չի հասնում, ասում է դեռ ամուսնացած չի, ծրագրի մեջ չեք։ Մեկն էլ ամուսնացած Երևան ապրում է, եկել 3 տուն է շինում։ Ես էլ ավազ եմ մաղում, որ մի քանի մանեթի տամ ապրիմ, յոլա գնամ։ Էնա, դենը պահի մի հատ, չորը անտառ ասախ, թույլ չեն տալի, մի կտոր թուղթ չեն տալի ժողովուրդը հետ բերեն։ Նայ ոդի վրա չորացել է, են հեմնում ասում են, կամիս են գալիս է ժողովանում, ասում է թող փայտփորի գնուտ է։ Ժողովրդին չեն տալի, էսա եկել է հունվարից առաջ մի ամիս դոկումենտ տալ, ասել մի ամսը բերիկ ոչ վсё, պրծավ դեր գործը։ Մի երկու հատ էլ են անդեր են եկել, սաղորո այդ YouTube-ով բանով խոսում են, բնապահպանն են, գնացինք ասմասարն բռնեցինք, մի քանի կոճղ էին կտրել, որ բանը պետք է են չեն տենում, եղացին կարող է մի աղքատ մարդ գնացել է կացնով մի քանի փետա կտորել, այդ տենում են, իսկ ուրիշ բան չեն տենում, գնում են գալի ամեն օր հաղորդում, որ անտառը կտրեցին, լա մի հատ դուս եկեք գնացեք դեք ինչ վեսկի անտառ ունենք, սրանից 10-20 տարի առաջ կտրող, որ են ասում են անօրինակ անկտրեին, են հենց անտառ դուս է եկել, չես կարա միջով նանց կենաս, մի մեծ ծառա ասենք, չեն թողում կտրեն, ասենք պետականորեն կտրեն, ժողովրդին տան, որ այդ ծառի տակին 100 ծառա դուս գալի, վուտի վրա չորացած ծառերա, ասում է թող փայտփորի գնուտ է, ջեր չի տակ, ժողովրդին մեկ տա, թողեք դենց անտառում մնա։ Ես ասայ գազը գնում է 15 մետրա, կարեմ չեմ կաշեմ, մետրին 6000 դրամ է ինչ է, որ տուն հասցնեմ գազը ստեն։ Այս գյուղումը, որ ես գազերը քաշեցին, միջի հարուստներին, գեղի, գյուղսովետ իշխատողներին, սաղի տունը անփող գազ քաշեցին։ Ասին սկզբնական 50 տուն ծրագիր կա, անփող։ Այս մնացածը թող կտորվին, մարդ կա հիմի են դիմաց թաղումը 200 մետր 6000 դրամով պետք է գազը մետրեն տանի իր տուն։ Բայց որ գլխավոր մագիստրալը տանեն տանից գոնե մի 5-6 մետր ալի մարդը կքաշե գազը։ Եա։ Զաղ գեղը հոնակ ծել կարալյու։ Մի տոչկա չկա ժողովուրդը տանեն մի հիմնարկ հանձնեն։ Այսօր մինը 50 կիլո հոնա հավաքել։ Չի կարեմ տանի հանձնել, ոչ մի տեղ։ Հոնարն ունալ գալիս է ջերներս է կանգնում ասում 250-300 դրամով եմ տանում, բայց որ մի հիմնարկ ալի ասենք ընդունման կետ, ամեն էկող, ամեն ընտրությունից առաջ էս ենք շինում, ունիվերմագ ենք շինում, ընդունման կետ ենք շինում, ոչ մի բան էլ չկա։ Ժողովրդից գալիս են բաները, առտուրականին, ասում է քաղե հոնը գալու եմ տանեմ, 2 օր չի գալիս հոնը փչանումա ոչ կնեն ասում, որ մի քանի լիտր հողի անեն, էտա։ Իսկ որ կետը ընդունման, մարդիկ են իրանց կարտոշկայա, պոպոկա կտանեն կհանձնեն, ժողովրդի համար լավ կլի։ Ոչ մի բան ասում են, լավ բան ես ասում, ասում են, ինչ ես կամերայի ղաքին խոսում ավել, լավ վատ բան ես ասում, էլի նույն բանն են ասում։ Հիմի սաղ սարերը ապրանքա տարել են մարդիկ պահում են, պաները ասենք ընդունման կետ չկա։ Մարդիկ բոչկենացած դես են տանում, դեն են տանում, հեռախոսով ռեկլամ են անում, պաներ ունենք։ Բայց որ մի կետ լի մարդիկ կբերեն, կացնել կհանձնեն, իրանց պաներն էլ կհանձնեն, էտա ինչ ասեմ։ Եվ ընդանոցը մի սուտի ստուգումա, Մանի մատի խաղը մի քիչ տեղից ընկել ասում են գնա մի 100 մանեթ մուտք կարա, եթե այդ մարդը թոշակ աստանում 30-40 մանեթ օրինակ, ասում է հիվանդանոցի գինը գնա 600 մուտ է, որ չի կատ է անեն, չգիտեմ ինչ ստուգեն, վատ է, մեր ժողովրդի աշխատածնու հիվանդանոցի գները շատ վատ է, ես դա կասեմ, մեղք է ժողովուրդը, շատ փող ունեցող են, թող 100,000-ով, 200,000-ով, 500,000-ով բուժե Են աղքատ գեղած ունել, որ տեն ման աշխատանք չունի, ամիսը մի 30-40 այդ աշխատում, թողնու անել ասեն, քու հիվանդանոցի մուծումը, օրինակ, մի 1000 դրամ, 2000 դրամ, ես դա եմ ուզում, մինը, ես իմ Դուբայներից տուն չի գալի, նայանել ասում 100,000 գնա մուծե, որ կիստուկ եք են խեղճ աղքատին էլ ասում, դու էլ գնա այդ նույն գումերը մուծե, այ դա անում հարցը։
Իսկ հայրենիքը պաշտպանելու վաղտը էլի են հարուստի տղեն թաքցնում են, բանակ չի գնում, գալիս են գերամ երկու աղքատի, ես էլ երեխի կրկաշին տալով, որնա բնիմա թել չի այդ գորդից, առաջ են գտում տանում ասում են կտորվեցին, բա ինչ տերալին, եթե մի մարդ վերորդ չի, նա գնալտի ավտոբուս կշե, սամալյոտ կշե, գնալտի գլուխն ուտել, իսկ եթե մի մարդ զենքից հսկանում ան, ակարա իրա երգիրը պաշտպան է, ես դա կասեմ, օրինակ ես 60 տարեկան եմ 3-4 անգամ ծառայության եմ գնացել, են կռիվների վաղտը 3 ամսով ծառայել ենք, շատ լավ է, ուերելի, գոնե եթե բանակը քիչ է, զապասի այս մեր տարիքի մարդիկը, դուզն ասած, հմիասեն կարող է ըստեն են մի 100 մետր լավ տենում, բայց ասեղը կարեմ չեմ թելեմ օրինակ, աչքս առանցակն ըստեմ չի, մենք ասենք կարալ չենք որ ասենք գնանք կրակենք բան, բայց մենք էլ մի բնիկ հոմակ կլենք մեր երկրին, ինչ ասենք։ Հա, մի բան էլ կասեմ։ Ես ափսոսում եմ մեր պետական բյուջեից թե ինչ որ ուրիշ տեղից ուղարկված փողերը, յուղ կա 5 հատ երեխա, 10 երեխա է։ Մանկապարտեզ ես շինում 500 հոգյանոց, այն դովիղ յուղ կա, դպրոց են շինում 7 աշակերտ է։ Կարան նոյեմբերանում ավտոբուս տնեն, արագ տանի բերեի, քաստե այդ միլիարդնի ծախսեն այդ դպրոցը սարքեն, անմիտք բան։ Կարան ավտոբուսը դնեն 7 կիլոմետր թե 3-ա, իրանց ավտոբուսը տանի բերե, ավելի 20-30 տարի օգուտով կփագես պետքինը։ Ասում եմ, ես գրագետ չեմ, բայց հասկանում եմ, որ ափսուս է այդ միլիարդնի շաշ ծախսել։ Կարելի ավտոբուսով էտրեղ հանցա ամեն օր տանել դպրոց բերել։ Մի քանի գյուղում դե բաներ են շինում։ Ենք իրանցը մասին 300 հոգյանոց դպրոց հաշինել, ինչ որ տակին հարգերա ամուր սարկած գիտեմ ինչ։ Եթե ընդ մի 30 աշակերտը 7 միլիոնին ծախսում ես դպրոց մի շինել, կլուբ մի շինել, են որ բլինդաժ են շինում պատրաստում են, գուցե նրա վրա ավելի շատ ծախսան, ավելի օգուտելի, քաշտ ծախսերով։ Մի քանի հատ էլ մանկապարտեզ նոր են շինել 2 տարի շինել։ Եթե այս գյուղում մի 20 երեխա է, ծախսվում է, հետո ասում են, բանա, փող չկար ես գործը սարքեին կամ ասենք, այ մարդ փող չկար, հիմար ծախսում եք, բայց դուք տենեմ չեք գրագետ, խելացի մարդիկ եք, այդ փողը մարդիկ են հմի տուն աշինում, տրակտորը դրելա 20 օր քանդում է որ տուն շինել, մի դուզ տեղ այդ մարդին տնատեղ տվեք թող այդ դուզ տեղը սարքե, պարտադի է 3 միլիոն ծախսեք, որ մի եսքան պլաշատ կա բացանեք։ Բերելից է գալի ամեն ինչը, չեն աշխատում, ինչ են աշխատում, օրինակ, ես տարական մի 2 տոննա միս եմ հանձնում, մի օր գալիս 2000, մի օր գալիս 3000, մի օր 3000, ստանդարտ թող 1000 դրամ բրի, ես գիտեմ 1000 դրամ է, պհեմ չպհեմ, կարամ մի ամսում 3 ձետ փող, մի ամսում, դե ո՞ա փոխում, թող աչքները հանում։ Ո՞վ է փոխում։ Առևտրականները։ Իվան Զարմին պատմիալ մեկ աշխատում։ Մաղելից է սրանից։ Ամեն ինչ էր խնդիրը։ Յուղում ապեր խնդիրը։ Օգնյալան վերածելու դա։ Յուղում ապեր խնդիրը։ Բալկի լավն էլի լավ կառավարություն ունենանք, ես չեմ ասում լավ ղեկավար։ Ղեկավարը շատ սխալնի ունենա, բայց կողքին 40-50 հատ պարլամենտի աշխատող կա։ Պետք է մտածեն այս ազգի մասին ուղղեն, կարող է մինը սխալ ճանապարհով գնամ, ասեն ախպեր, կարող է դու դե ես մտածում, բայց մենք հայ ենք, մեր ազգի համար մտածել է պետք։ Չեն ուղղում, ընտրություն ենք ուղղեն։ Ես չեմ գնամ դրության, 30 տարի գնացել դիշնա փոխվում, չի փոխվում, տամել չեն գնում էլի։ Առաջնորդը կարա հեխապ է, ասմա իմ լիզ դրած պապա ասեր, բերթը անարիկա չեն կարա գրավեն, եթե լավ խապես, կարաս կռիվը հաղթես։ Հիմի մեզ են հենց ընտրությունների վաղթը խապում են, ու մտնում բերթը, ընդեն ելնել ոչինչ չես կարանես։ Դրա համար ասմա, նայա տո ոնց է խապում, որ ընտրվում է, հիմի ես դա կարամ ասեմ։ Եթե լավ սուտ ասեք, անենա լավ խապե, էլի կարող անտրել։ Նայած ոնց կհամոզենք։ Եթե ասե 3 միլիոն վարչապետ եք կտրեմ։ Դուք վարչապետ եք ձեզ զգում։ Այ կտոնը շինվի։ Ասկի թաման բամերնի չենք։ Կընտրենք, պրագեզնին կներկայացնեն։ 3 միլիոն վարչապետ եք, հմել ասմա դուորն ուզում եք Պրոստը պրոբլեմը գիտես որն է։ Հմի ենքան ասել են հին թակավորնի են, թե վարչապետնի են, թե պրեզիդենտնի են,
ու այնքան այդ նույն սուտն ասել են հանդեպ հույսը կտրել է ժողովրդի։ Այ մարդ, բա մի անկախ մարդ չկա, գասի արա, ես էլ կենդու մարդ եմ ուզում եմ վարչապետ ալիմ, իմ ծրագիրս այա։ Ես դա եմ ուզում ասեմ, մի հատ ծանոթանանք, դենք նա ոնց է խապում։ Ինչ սուտ ասում, որ հավատանք։ Ես շատ սիրունն էլ չի պետք։ Այդ մարդը լի, ժողովրդի մար մտած է, այս հիվանդանոցի կները ծծացնեն, մեղքը ժողովրդը։ Օրնաց կատա, մեկ այսքան դինջա տատ չէին։